Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 13։ Երկրիս վրա նրա նմանը չկա, նա աներկյուղ է ստեղծվել, Հոբ 41-րդ գլուխ 33-րդ խոսք։ Երկրի վրա չկա Հոբի նման մեկը, չկա նրան նմանը, Հոբ 1 գլուխ 8-րդ խոսք։ Չկա մեկը, որ այդքան վախենա Տիրոջից, նա գերազանցում էր մյուսներին Աստծո հանդեպ իր երկյուղածությամբ, խոնարհվելով նրա առջև և անկեղծորեն հնազանդվելով նրա կամքին, ուստի նա համարվում էր կատարյալ մարդ։ Ոչ թե Աստծո կամքի իմացությունը, այլ մեր անկեղծորեն նրա կամքին հնազանդվելն է ապացուցում, որ մենք լցված ենք Տիրոջ երկյուղով, և հենց մեր այս վարքն է մեզ տալիս գերազանցության նշանը, դրանում է բացահայտվում մեր կատարելությունը և դրանում է դրսևորվում մեր ազնվությունը։ Կատարյալ և ուղղամիտ մարդը նա է, ով վախենում է Աստծուց և խուսափում է չարից։ Ուստի Աստծո վախի այս շնորհն այն է, առանց որի Աստծուն մատուցվող մեր ոչ մի ծառայություն չի կարող ընդունելի լինել նրա կողմից։ Սա, ինչպես կարող եմ ասել, ուխտի աղն է, որը համեմում է սիրտը, և հետևաբար այնտեղ չպետք է պակասի։ Այն նաև այն է, ինչը աղ է տալիս կամ համեմում է մեր բոլոր գործերը, ուստի դրանցից ոչ մեկում չպետք է բացակայի։ Աստծո երկյուղի այս շնորհը համարում եմ այն, ինչը փափկեցնում է սիրտը և մարդուն պահում է երկյուղի մեջ, թե Աստծո ողորմությունների, թե նրա դատաստանների հանդեպ։ Սա այն է, ինչը սրտում պահպանում է երկնային մեծության հանդեպ պատշաճ երկյուղն ու հարգանքը, որոնք վայել է, որ լինեն և պահպանվեն կոտրված մեղավորների սրտերում։ Ուստի, երբ Դավիթը նկարագրում է այս երկյուղը, նա այն կոչում է Աստծո հանդեպ դող և սարսափ։ Դողացեք և մի մեղանչեք, Սաղմոս 4 գլուխ 4 խոսք, և դարձյալ իմ սիրտը վախենում է քո խոսքից, Սաղմոս 119 գլուխ 161 խոսք, և դարձյալ թող Տերիցը վախենան ամեն երկիր, թող նրանից սարսափեն աշխարհի ամեն բնակիչները, Սաղմոս 33 գլուխ 8